Բարի երեկո, Շանթի եթերը շարունակում է հորիզոնը։ Նախագահական նստավայրում տեղի ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Հարսեն Թորոսյանի և շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի երդման հարարողությունը։ Դրա ավարտին վարչապետն ու նախագահը շնորհավորել են նախարարներին մաղթել բեղմնավոր աշխատանք։ Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման երդվում եմ բարեխիղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը։ Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման երդվում եմ բարեխիղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը, անդրադառնալով Հայաստանում համագումարի ծրագրերին, նախագահը կարևորել է դրանց նշանակությունը երկրի զարգացման գործում։ Մտքեր են փոխանակվել 2026 թվականին Հայաստանում կայանալիք կենսաբազմազանության կողմերի 17-րդ համաժողովի կազմակերպման կարևորության շուրջ։ Փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանն էլ ընդունել է Իրանի դեսպան Մեհդի Սոփանիին, ով ավարտում է իր առաքելությունը մեր երկրում։ Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ համագործակցության ընդլայնման ուղղությամբ վերջին 2 տարիների ձեռքբերումները, մտքեր փոխանակվել առաջիկա անելիքների և հնարավոր համատեղ նոր ծրագրերի շուրջ։ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Կոստանյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի մայրցամաքային, Եվրոպայի և Թուրքիայի հարցերով խորհրդական Բերտրան Բուշվալտերի հետ։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ֆրանսիայի միջև երկկողմ հարաբերություններին, այդ թվում ռազմավարական կարևորություն ունեցող ուղղություններով զարգացող համագործակցությանը։ Կոստանյանը ներկայացրել է Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները, բարձր գնահատելով Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատման ուղղությամբ Ֆրանսիայի կողմից գործադրված ջանքերը։ Կենտրոնական բանկի խորհուրդը այսօր որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը և սահմանել 6.75%։ Կենտրոնական բանկի նախագահը թեմայի շուրջ մանրամասներ հայտնել մամուլի ասուլիսում։ Մի կողմից խորհուրդը դիտարկել է ատիպի սցենարներ կապված հարկաբյուջետային քաղաքականությունների ազդեցությամբ համաշխարհային և ներքին չեզոք տոկոսադրույքների հնարավոր աճի, ինչպես նաև ներքին տնտեսությունում ավելցուկային պահանջարկի պայմանների ձևավորման հետ, որոնք պահանջում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի բարձր տոկոսադրույքների ուղի։ Մյուս կողմից խորհուրդը քննարկել է B-տիպի սցենարներ, ներառյալ անշարժ գույքի գների հնարավոր աստիճանական ճշգրտման պայմաններում տնտեսությունում թույլ պահանջարկի միջավայրի ձևավորման ու խորացմանն ու համաշխարհային տնտեսության աճի դանդաղման հեռանկարների վերաբերյալ, որոնք ենթադրում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության տոկոսադրույքների ավելի ցածր ուղի։ Արդյունքում կարևորելով A-տիպի սցենարներից բխող մակրոտնտեսական ազդեցությունների կառավարման անհրաժեշտությունը, Կենտրոնական բանկի խորհուրդը ներկա շրջափուլում որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները և պատրաստ է ձեռնարկել համարժեք գործողություններ միջնաժամկետ հորիզոնում գնաճը 3% նպատակի և գների կայունության ապահովման համար։ Շիրակի մարզի առողջապահական համակարգում նոր միավորումներ են սպասվում։ Գյումրիում լրագրողների հետ զրույցում թեմայի վերաբերյալ մանրամասները հայտնել առողջապահության նախարարը։ Նախկինում երկրորդ հիվանդանոց, հետո պոլիկլինիկա։ Այն ամենահին առողջապահական շենքերից մեկն է, 1930-ականների կառույց է, պատմամշակութային շինություն, որը հիմնանորոգման ծրագրերում երբևէ չի հայտնվել, բայց 2 անգամ հատակի փլուզում է տեսել։ Շենքային պայմաններն ու բուսսարքավորումային ապահովվածությունը մեղմ ասած նախանձելի վիճակում չեն։ Այժմ բուժհաստատությունն ուշադրության կենտրոնում է։ Նախատեսվում է հիմնանորոգում, որպեսզի այս շենքում կենտրոնացվի Գյումրիի ևս 2 պոլիկլինիկաների գործունեությունը։ Կառույցի հիմնանորոգման մեծ ծրագրի նախագծի ավարտի և փորձաքննության փուլի մասին մանրամասներ է հայտնել նախարարը։
մեր ամենասիրելի մեծ պրոյեկտներից մեկը այս գեղեցկագույն շենքի վերականգնումն է, որպեսզի այն իր թե մշակութային, թե ճարտարապետական արժեքը պահպանելով ծառայի մեր Գյումրու բնակիչներին որպես նորագույն առաջնային օղակ։ Եվ սա շատ կարևոր քայլ է լինելու մարզային բուժօգնության որակի բարելավման մասով։ Սա Գյումրիում առաջնային բուժօգնության օղակի աշխատանքի բարելավումներից մեկն է, դիտարկում նախարարը։ Թիվ 2 պոլիկլինիկայի շենքը հիմնանորոգելուց հետո կտեղափոխվեն թիվ 1 եւ Բեռլին պոլիկլինիկաները։ Ըստ Անահիտ Ավանեսյանի, սա ոչ թե բուժհաստատությունների միավորում է, այլ ռեսուրսների ճիշտ կառավարում։ Միավորվելու են այդ պանիկայի ենթարկող արտահայտությունը, կարծում եմ տեղին չի։ Այս մեր բարեփոխումը վերաբերվում է կազմակերպաիրավական խոշորացման, ինչը հանգեցնում է ավելի մեծ ռեսուրսների ֆինանսական կուտակման, վարչական ծախսերի կրճատման եւ նաեւ բժշկական կենտրոնների մեջ անձնակազմի շատ ավելի ճկուն հերթափոխերի կազման։ Բժշկական անձնակազմը դրանից միայն շահում է։ Թիվ 2 պոլիկլինիկայից բացի նույն շենքի տարբեր մասնաշենքերում են գործում շտաբ բուժօգնության կայանն ու Արյան բանկը։ Այս երկու կառույցները որտեղ է հնարավոր ժամանակավորապես տեղավորել մինչև շինարարության ավարտը։ Այս հարցը խնդրահարույց է։ Առայժմ տարածքի փնտրտուքների մեջ են։ Իսկ թիվ 2 պոլիկլինիկայի համար ժամանակավոր տարածքի տարբերակ քննարկում է նախկին Սամարիտեր հիվանդանոցի շենքը։ Բայց հիմա պիտի մտածենք ինչպես ենք ժամանակավոր տեղավորելու մեր ուրեմն անձնակազմին բուժծառայությունները, այստեղ է տեղակայված շտապօգնության ծառայությունը, Արյան ծառայությունը, սա է աշխատանքային քննարկումներ, որտեղ պիտի լուծումներ գտնենք։ Սամարիտերի մի հատվածը տեսչական մարմիններն են, որոնք առանձնացված են այլ մուտքով, իսկ հիմնական մուտքով Սամարիտերը ամբողջությամբ ազատ է։ Մեր աշխատակիցները պոլիկլինիկայի մեր գործընկերները գնացել նայել, նաև Երևանից առողջապահության նախարարության ծիգի տեղաներն են եկել, արդեն գծագիրը ամբողջությամբ ունենք, որտեղ ինչ է լինելու, այնտեղ էլ մի քիչ շինարարություն ունենք անելու այդ պատերը կիսելու, այնտեղ ամեն ինչ նորմալ է, տեղափոխման հարցը լուծվելու է, բայց շտապօգնության ու Արյան բանկի հետ կապված մի քիչ խնդիր ունենք, հասկանալու ենք ուր ենք տեղափոխելու իրենց։ Բայց ոչ ժամանակավոր, այլ հեռանկարում Արյան բանկը եւ շտաբ բուժօգնության կայանը Գյումրիի համար արդեն 6 տարի կառուցվող ծննդատան նոր շենք տեղափոխումը։ Սա հիմնական լուծում է համարվում երկու կառույցների համար։ Նոր ծննդատունը կառուցվում է Գյումրի բժշկական կենտրոնի հարևանությամբ։ Շինարարությունը պարբերաբար դադարեցումներ է ունեցել։ Հայտնի դարձավ, որ նոր շինմրցույթ են արել եւ նոր շին կազմակերպություն է ընտրվել։ Տենդերը շահել ենք, պատկերացրել ենք, որ պիտի տանիքը եւ պատուհանները լինի, չեն եղել դրանք։ Հիմա պետությունն ավելացրել է այդ մնացած կատարվող աշխատանքների համար ծավալները, ըստ դրա մենք սկսում ենք նորից շինարարությունը շարունակել։ Պատուհանների, տանիքի, այս ալիկաբոնդի մաքրման աշխատանքները մեկ է ներսը ձևափոխվում է, սենյակները, այդ իր նախկինում շարած պատերը ապամոնտաժում ենք, որ նոր նախագծով նորը շարենք։ Ինչպես գիտեք, շենքը սկսվել է կառուցվել բարերարի կողմից, այնուհետև կառավարությունը նաև տեսնելով, որ բավական երկարաձգվում է, նախաձեռնել է եւ միջոցներ է հատկացրել, որպեսզի մենք շատ ավելի այսպես արագ կարճ ժամկետում կարողանանք հասցնել ավարտին ծննդատան շենքը։ Մարզային առողջապահության ոլորտում շենքային պայմանների փոփոխություններին բուժ սարքավորումներով ապահովման զուգահեռ լուրջ խնդիր է մնում բուժ սպասարկման որակի եւ նեղ մասնագետների բացը լրացնելը։ Ըստ այդմ մարզերի բնակիչները նախընտրում են բուժվել երևանյան կլինիկաներում։ Նախարարը շեշտում է, ձեռնարկած բոլոր քայլերը բուժառուների հոսքը կրկին մարզեր վերադարձնելն է։ Ինչու ենք մենք ենթակառուցվածքների, սարքավորումների, կրթական ծրագրերի վրա այսքան ուշադրություն դարձնում, որովհետև բարձրակարգ մասնագետներ, երբ որ աշխատանքի հնարավորությունները դիտարկում է այն կենտրոնը, որը հագեցած է, որը ունի նորմալ պայմաններ եւ սա է մեր նաեւ ցանկությունը, որ անընդհատ զարգացնելով մարզային բժշկական կենտրոնները, ստեղծել հնարավորություն նաեւ գալու այստեղ աշխատելու։ Մարալիկի առողջության կենտրոնը օրերս համալրվել է նոր սոնոգրաֆիայի սարքով։ Ախուրյանի հիվանդանոցին էլ նոր լաբորոսկոպիկ սարքավորում է հատկացվելու, իսկ Արթիկ քաղաքում բժշկական կենտրոնի նոր շենք է կառուցվում, որի աշխատանքները սկսվել են 2024 թվականին։ Պետական բյուջեից 2025-ին հատկացվել է 320 միլիոն դրամ, ավարտը նախատեսվում է 2027 թվականին։ Շանթ հեռուստաընկերություն Հորիզոն։ Ավարտվեց Հորիզոնի այս թողարկումը, կվերադառնանք կարճ դադարից հետո։
Ադրբեջանը հաջորդ տարի կրկին ավելացնելու է իր ռազմական բյուջեն, այդ մասին վկայում են ֆինանսների նախարարության այսօր տարածած հայտարարությունները, թեման շարունակենք Արտյոմ Երկանյանի հետ, Արտյոմ, որքանով է աճելու Ադրբեջանի ռազմական բյուջեն։ Ֆինանսների նախարարությունը տարածել է պետբյուջեի նախնական նախագիծը, որից պարզ է դառնում, որ Ադրբեջանի իշխանությունները պատրաստվում են գալիք տարի ռազմական բյուջեի համար նախատեսել 8 միլիարդ 715 միլիոն մանատ, ինչը համարժեք է մոտավորապես 5 միլիարդ 200 միլիոն դոլարի։ Դա աննախադեպ ցուցանիշ է, երբեք դրան մոտիկ որևէ թիվ չի եղել։ Հիշեցնեմ, Հայաստանի ռազմական բյուջեն 25 թվականին 1 միլիարդ 700 միլիոն դոլար էր, այսինքն 3 անգամ ավելի քիչ քան Ադրբեջանինն է։ Այսպիսով անցած տարվա, այսինքն այս տարվա համեմատ 26 թվականի ռազմական բյուջեն Ադրբեջանում կաճի գրեթե 4%-ով։ Այն դեպքում, երբ ինչպես ասացի, 25 թվականին այն արդեն ռեկորդային էր եւ միայն Ադրբեջանի գնումները զենքի ավելի մեծ ծավալ են կազմում, քան Հայաստանի ողջ ռազմական բյուջեն։ Եվ նկատի ունենանք նաև, որ 23 թվականի Արցախի գրավման արդյունքում Ադրբեջանը գրավել էր նաև Արցախի զինանոցներում գտնվող ահռելի ծավալի սպառազինություն, որը ըստ որոշ տեղեկությունների կարող էր 8 միլիարդ դոլարի հասնել։ Ու կարծես առաջի հայացքից դա պետք է նվազեցներ Ադրբեջանի ծախսերը ռազմական, հա, բայց տեսեք, որ տեղի է ունենում լրիվ հակառակը։ Եվ մի կողմից Ադրբեջանը Վաշինգտոնում ստորագրում է, նախաստորագրում է Հայաստանի հետ խաղաղ համաձայնագիրը, մյուս կողմից սպասվածին հակառակ կրկին ավելացնում է իր երկրի ռազմական բյուջեն։ Արտյոմ, եթե համեմատենք մյուս երկրների ռազմական բյուջեների հետ։ Անցած տարվա մասին կարող եմ ասել, այս տարվա մասին դեռ վաղ է, 24 թվականի արդյունքներով կա այդպիսի միջազգային այսպես վերլուծող կազմակերպություն, զենքի առևտրի միջազգային վերլուծության կենտրոն։ Այդ կենտրոնի զեկույցի համաձայն Ադրբեջանը անցած տարի զենք գնելու համար ծախսել է 2 միլիարդ 200 միլիոն դոլար, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը մոլորակի 193 պետություններից 15-ում է, որը ամենաշատ փողն է ծախսում զենք գնելու համար։ 15-րդը, եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանը իր բնակչությամբ ընդամենը 94-րդն է մոլորակում, իր հնայի ցուցանիշներով 82-րդն է մոլորակում, 15-րդն է զենքի գնման ծավալներով, իհարկե ապշեցուցիչ թվեր են։ Իսկ եթե բացարձակ թվերի մասին խոսենք, դա մոտավորապես համարժեք է այն թվին, թե որքան են Միացյալ Նահանգները վճարում այլ երկրներից զենք գնելու համար։ Թուրքիան շատ ավելի մեծ գումարներ է ծախսում, 6-րդ տեղում է մոլորակում եւ անցած տարի 7 միլիարդ դոլար է ծախսել զենք գնելու համար։ Դե այս դեպքում Թուրքիան եւ Ադրբեջանը գրեթե նույնն է, այսինքն նույն նպատակին են ծառայում այս գնվող սպառազինությունները, եթե նկատի ունենանք, որ այս տարվա ապրիլին Թուրքիայի նախկին պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ով այժմ Մեջլիսի պաշտպանության հանձնաժողովի նախագահն է, հաստատել է այն, որ այժմ ընթացքում է Ադրբեջանի եւ Թուրքիայի համատեղ զինուժի ձևավորումը։ Եվ ինչի համար է սա անում Ալիևը։ Հիշում ես երևի մեկ ամիս առաջ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը չի ցանկանում պատերազմ, բայց համաշխարհային գլոբալ զարգացումները, աշխարհաքաղաքական զարգացումները ստիպում են Ադրբեջանին պատրաստ լինել ցանկացած զարգացմանը։ Մենք ամեն նոր օր պարտավոր ենք պատրաստ լինել պատերազմի, ասել էր Իլհամ Ալիևը։ Իսկ անցած տարվա հունվարին Ալիևը ասել էր, որ այն, որ Հայաստանը զենք է գնում Ֆրանսիայից եւ Հնդկաստանից, սպառնում է Հարավային Կովկասի կայունությանը եւ պահանջել է, որ Հայաստանը այլևս զենք չգնի, իսկ Ֆրանսիայից ու Հնդկաստանից պահանջել է, որպեսզի չեղարկվեն Հայաստանին զենք վաճառելու վերաբերյալ բոլոր պայմանագրերը։
Այստեղ ակնհայտ է, Ադրբեջանը փորձում է ներքաշել Հայաստանին սպառազինության մրցավազքի մեջ, գիտակցելով, որ Հայաստանը չի կարողանալու դիմակայել, դիմանալ այդ մրցավազքին։ Հայաստանը շատ ավելի աղքատ, ավելի փոքր երկիր է։ Տես, օրինակ Պակիստանից 4.6 միլիարդ դոլարի զենքի պայմանագիր կնքելով եւ Պակիստանից 40 F-17 կործանիչներ գնելով, Ադրբեջանը ըստ էության պարտադրում է, որ Հայաստանը նույնպես թարմացնի իր ավիացիոն պարկը, որպեսզի կարողանա վերականգնել կամ այս կամ այն չափով պահպանել այդ բալանսը։ Հայաստանի համար դա անելը շատ ավելի դժվար է եւ Իլհամ Ալիևը գրեթե բաց տեքստով ասել է. Հայաստանը չի կարողանա դիմանալ մեր հետ սպառազինությունների մրցավազքին։ Այսինքն ակնհայտ է, որ փորձում են մեզ թելադրեն եւ ստիպել մտնել այդ սպառազինությունների մրցավազքի մեջ։ Եվ Հայաստանը կարծես թե չէ ներքաշվում։ Դե ամենայն դեպս շաբաթներ առաջ Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննեսյանը հաստատել է, որ Վաշինգտոնում այդ խաղաղ համաձայնագրի նախաստորագրումից հետո Հայաստանի իշխանությունները նպատակահարմար են համարել նվազեցնել գալիք տարվա Հայաստանի ռազմական բյուջեն։ Մինչդեռ Ադրբեջանը հակառակը ավելացնում է։ Հայաստանի վարչապետը եւս հաստատեց, որ գալիք տարվա ռազմական բյուջեն համենայն դեպս ավելին չի լինի քան 25 թվականի ռազմական բյուջեն։ Իսկ եթե բացարձակ թվերը եւ համեմատական թվերը համեմատենք, ստացվում է հետեւյալ պատկերը։ Ադրբեջանի ռազմական բյուջեն, որը 5.2 միլիարդ է, ամբողջ պետական բյուջեի մեջ կազմում է 21%-ը, իսկ Հայաստանի ռազմական բյուջեն, որը մոտավորապես 1.7 միլիարդ դոլար է, կազմում է Հայաստանի ընդհանուր բյուջեի մոտ 17%-ը։ Շնորհակալություն Արտյոմ։ Լարվում են Միացյալ Նահանգների և Վենեսուելայի հարաբերությունները։ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները միջազգային ջրերում ոչնչացրել են վենեսուելական նավ, որը տեղափոխում էր թմրանյութեր։ Դոնալդ Թրամփը նշել է, որ հարվածների հետևանքով զոհվել է 3 մարդ։ Այս հայտարարությունից առաջ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ասել էր, որ Կարակասը կպաշտպանի իրեն Միացյալ Նահանգների ագրեսիայից։ Միջազգային նորությունները տեսաշարով։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայի հատվածում ցամաքային գործողությունների ընդլայնման մասին։ Դրանց նպատակն է հասնել պատերազմի նպատակներին Գազայի հատվածում եւ ամրապնդել մարտական գործողությունների ընթացքում ձեռք բերված նվաճումները։ Արևմտյան լրատվամիջոցների տվյալներով իսրայելական կողմը մտադիր է գրավել քաղաքը եւ վերացնել Համասը։ Երեկոյան Իսրայելի ռազմաօդային ուժերը զանգվածային ավիահարվածներ են հասցրել Գազա քաղաքին։ Կարճ ժամանակ անց ըստ Գազայում պաղեստինյան մամուլի հաղորդագրությունների իսրայելական տանկերը մտել են քաղաք։ Լրատվամիջոցների տեղեկություններով իսրայելական հարվածների հետևանքով կա 60-ից ավելի զոհ։ Իսրայելի պաշտպանության նախարարը X-ի իր միկրոբլոգում գրել է. Գազան կրակի մեջ է, Իսրայելի պաշտպանության բանակը երկաթե բռունցքով հարվածում է ահաբեկչական ենթակառուցվածքներին, իսկ Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները քաջաբար պայքարում են պատանդների ազատ արձակման եւ Համասի ջախջախման պայմաններ ստեղծելու համար։ Միացյալ Նահանգների նախագահը կրկին կոչ է արել Համասին ազատ արձակել գերիներին։ Դոնալդ Թրամփը սպառնացել է, որ այլ դեպքում կլինեն հետևանքներ։ Նա հայտարարել է, որ իսրայելական ցամաքային գործողության ֆոնին Համասը տեղափոխել է գերիներին եւ օգտագործում է նրանց որպես կենդանի վահան։ ԱՄՆ պետքարտուղարն էլ հայտարարել է, որ Համասը ընդամենը մի քանի օր ունի հրադադարի համաձայնագիրն ընդունելու համար։ Մենք կարծում ենք, որ շատ կարճ ժամանակահատված ունենք, որի ընթացքում կարող է համաձայնագիր կնքվել։ Մենք այլևս ամիսներ չունենք եւ հավանաբար ունենք օրեր եւ գուցե մի քանի շաբաթ։ Այս ամենին զուգահեռ բազմաթիվ իսրայելցիներ հավաքվելով վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակի մոտ պահանջել են դադարեցնել պատերազմը եւ վերադարձնել գերիներին։ Արաբական պետությունների լիգայի եւ իսլամական համագործակցության կազմակերպության առաջնորդներն իրենց ջանքերը կկենտրոնացնեն ՄԱԿ-ում Իսրայելի անդամակցությունը կասեցնելու վրա։ Այս մասին նշվում է Կատարում կայացած գագաթնաժողովից հետո տարածված համատեղ հայտարարության մեջ։ Մենք որոշել ենք ուսումնասիրել, թե որքանով է Իսրայելի անդամակցությունը ՄԱԿ-ին համապատասխանում կանոնադրությանը, հաշվի առնելով նրա կողմից անդամակցության պայմանների ակնհայտ խախտումները եւ ՄԱԿ-ի բանաձևերի շարունակական անտեսումը եւ համակարգել Իսրայելի անդամակցությունը կասեցնելու ուղղությամբ ջանքերը։
Գագաթնաժողովի մասնակիցներն անընդունելի են որակել արաբական կամ իսլամական երկրների հասցեին Իսրայելի ցնչող սպառնալիքները։ Նրանք կոչ են արել աշխարհին զսպել իսրայելական ռազմական գործողությունները, Գազայի օկուպացիան, Արևմտյան ափին բնակավայրերի անօրինական կառուցումը, Լիբանանի, Սիրիայի եւ Իրանի դեմ ագրեսիան։ Նրանք նաեւ ընդգծել են Գազայի հատվածի արագ վերականգնման կարեւորությունը եւ կոչ են արել աջակցել այս գործընթացին։ ՄԱԿ-ի հետաքննչական հանձնաժողովը հայտարարել է, որ Իսրայելը պաղեստինցիների նկատմամբ իրականացրել է ցեղասպանություն Գազայի հատվածում։ ՄԱԿ-ի փորձագետների նոր զեկույցի համաձայն կան բավարար հիմքեր եզրակացնելու, որ 2023 թվականի հոկտեմբերին պաղեստինյան համաշարժման դեմ պատերազմի սկզբից ի վեր Գազայի հատվածում իրականացվել են միջազգային իրավունքով սահմանված 5 ցեղասպանական գործողություններից 4-ը։ Խմբի անդամների սպանություն, նրանց լուրջ մարմնական եւ հոգեկան վնասվածքների պատճառում, խումբը ոչնչացնելուն ուղղված պայմանների միտումնավոր ստեղծում եւ ծնունդների կանխարգելում։ Զեկույցը վկայակոչում է Իսրայելի ղեկավարների հայտարարությունները եւ իսրայելական ուժերի գործողությունները որպես ցեղասպանական մտադրության վկայություններ։ Իր հերթին Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը կտրականապես մերժել է զեկույցը, այն անվանելով խեղաթյուրված եւ կեղծ։ Համաձայն վերջին տվյալների Գազայի հատվածում իսրայելական հարվածներից զոհվել է գրեթե 65000 պաղեստինցի, սովից մահացել ավելի քան 400-ը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ նախագահ Թրամփն անում է հնարավոր ամեն ինչ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար։ Fox News-ին տված հարցազրույցում նա ընդգծել է, որ Թրամփը ժառանգել է այս պատերազմը եւ այժմ անում է ամեն ինչ այն ավարտելու համար, դրա վրա ծախսելով հսկայական քաղաքական կապիտալ, էներգիա եւ ժամանակ։ Նախագահը ցանկանում է, որ պատերազմն ավարտվի եւ որ մենք կարողանանք խաղալ մեր դերը դրանում։ Նա աշխարհի միակ առաջնորդն է, որը կարող է բանակցություններ վարել ինչպես Ուկրաինայի, Եվրոպայի, այնպես էլ Ռուսաստանի հետ։ Ռուբիոն սակայն նշել է, որ նախագահ Թրամփը կարող է ինչ-որ պահի հանգել այն եզրակացության, որ Ուկրաինայում կարգավորման հասնելն անհնար է, բայց առայժմ ԱՄՆ ղեկավարը ջանքեր է գործադրում հակամարտության դադարեցման համար։ Պետքարտուղարը նաև կոչ արել Եվրոպային Ռուսաստանի դեմ կիրառել նույն պատժամիջոցները, որոնք նրանք խնդրում են Միացյալ Նահանգներից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 15 միլիարդ դոլարի դատական հայց է ներկայացրել The New York Times-ի դեմ։ Սպիտակ տան ղեկավարը մեղադրել է հրատարակությանը 2024 թվականի նախագահական ընտրություններում իր մրցակցին, այն ժամանակվա փոխնախագահ Քամալա Հարիսին բացահայտորեն աջակցելու եւ իրեն, ինչպես նաեւ իր ընտանիքի անդամներին ու շրջապատին տարիներ շարունակ զրպարտելու մեջ։ Իր Truth Social հարթակում Թրամփը The New York Times-ին անվանել է ցեղակողմյան դեմոկրատական կուսակցության խոսափող եւ երկրի պատմության ամենավատ թերթերից մեկը։ Սպիտակ տան առաջնորդը հավելել է, որ հայցը ներկայացվել է Ֆլորիդա նահանգում։ Անահիտ Հակոբյան, Հորիզոն։ Սեպտեմբերի 20-ին Վայոց ձորի Խաչիկ գյուղում կանցկացվի 9-րդ Գաթայի փառատոնը։ Սպասվող միջոցառման մասին խոսվել է մամուլի ասուլիսում։ Գաթայի փառատոնը ի սկզբանե սկսվել է 2014 թվականից, եղել է գյուղի տոն, հետո վերափոխվել է Գաթայի փառատոն եւ այդպես շարունակ տարեստարի որոշել ենք մեծացնել Գաթայի չափերը։ Անցած տարի ունեցել ենք 4.40 սանտիմետր 4 մետր 40 սանտիմետր շարավողով գաթա, այս տարի գաղտնիքը, պետք է այդ ժամանակ կբացահայտենք գաղտնիքը, ունենում ենք լավ հագեցած միջոցառում, ազգային երկպար, ունենում ենք տաղավարներ, որտեղ գյուղացին կարողանում է իր արտադրանքը, իր բերքը ցուցադրել, հյուրասիրել մեր հյուրերին, վաճառել։ Նման փառատոնները մենք հաստատ համոզված ենք, որ հետագայում խթան են հանդիսանալու туриզմի մեծ զարգացման, որովհետև բացի մեր պատմամշակութային ժառանգությունը տեսնելու, զբոսաշրջիկները նաև գաստրոտուրիզմի շատ կողմնակից են, շատ ցանկություն ունեն տեսնելու մեր խոհանոցը, մեր ազգային ուտեստները, գաթան իհարկե անմասն չի մնում իր քաղցրությամբ, իր բազմազանությամբ, ինչպես նշվեց մեր գործընկերը, արդեն վերջի տարիներին, երբ որ Գաթայի փառատոնը կամաց-կամաց այսպես ասած սկսեց թափառնել, եւ պահանջարկ առաջարկ կանայք սկսեցին ստեղծագործել, ինչու՞ չէ ոչ բոլոր բաղադրատոմսներն են հնից եկած, նաեւ ունենք նոր բաղադրատոմսեր։ Տան տնտեսուհիները, կանայք կարողանում են հորինել նոր տիպի գաթաներ, նոր խորիզներով, նոր միջուկներով եւ դա էլ է տալիս հնարավորություն, որպեսզի մեր ավանդական ուտեստները վերափոխվեն եւ դա չկորցնեն իրենց արդիականությունը եւ միշտ լինեն պահանջված։
Փառատոնը կտևի մինչև ժամը 7-8։ Դա եթե մենք միշտ ժամը 5-ին վերջացնում ենք մեր միջոցառման բոլոր ծրագիրը, այս տարի մենք իրեն երկարացնելու ենք։ Հուսով եմ, որ այն ավանդույթը, որ Երևանում կան մի քանի օր են տևում փառատոնները, մենք կամաց-կամաց կտեղափոխենք նաև մեր համայնքներ։ Եկեք բոլորդ Խաչիկ եւ զմայլվեք մեր Հայաստանի գեղեցիկ տեսարաններով եւ տեսեք բնորոշ այ ավանդական կենցաղը, որը դեռ պահպանվում է, դա այդ համայնքներում են։ Գազպրոմ Արմենիա ընկերությունը հերթական հայտարարություն է տարածել սպասվող գազանջատումների մասին։ Գազպրոմ Արմենիա փակbaşնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 18-ին ժամը 10-ից մինչև 18-ը կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ղափանցյան փողոցի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողներին ներողամտություն եւ խնդրում է պահպանել անվտանգության պահանջները։ Գազամատակարարման դադարեցումների մասին տեղեկատվություն ստանալու համար բաժանորդագրվեք Գազպրոմ Արմենիա փակbaşնետիրական ընկերության Telegram-ի ալիքին։ Առայժմ այսքանը, կհանդիպենք ժամը 22-ին։